Քչերը գիտեն, բայց բացի վերնատունը, որն իր էությամբ գրական դպրոց էր նաև, Վանաձորում կար սարուխանական դպրոց հասկացությունը եւ այդ դպրոցի կարկառուն ներկայացուցիչներն էին Սամվել Զուլոյանը, Արշակ Քոչինյանը, Ալեքսանդր Ղումաշյանը եւ այլ ստեղծագործողներ։ Երեքն էլ շատ տաղանդավոր բանաստեղծներ։ Վերածնունդ հաղորդաշարի ընթացքում ես անդրադարձել եմ բոլորին էլ, սակայն այսօր կրկին ուզում եմ խոսել Արշակ Քոչինյանի մասին։ Արշակ Քոչինյանն արդեն 2 տարի է հավերժի ճամփորդը եւ ընդամենը ֆիզիկապես մեծ չէ, բայց իր ստեղծագործությունը շարունակում է մնալ ապրողած բաժինը։ Շատ ավելի վաղ 2000 թվականին մահացավ Սամվել Զուլոյանը, հետագայում 2016 թվականին իրենց ուսուցիչը Հրաչյա Սարուխանը եւ Արշակն իհարկե զգաց մենության ցավը եւ գրեց այս բանաստեղծությունը, որի վերնագիրն է Զուլոյավարի եւ Հրաչավուն։ Երբ իմ մենության մորմոք հնձանից մղկիտն է հորդում արտասվահ առաջ, ես զորություն եմ առնում ձեզանից, իմ անմեռ Զուլո, իմ անմահ Հրաչ։ Ողորմի տամ ինձ ու ձեզ երանի, որ շավիղներով ընթացակ մեծած, առանց ձեզ մոլոր հավք եմ երամի, կենտավրոսի պես ինքս ինձ հեծած։ Իսկապես Զուլոյավարի եւ Հրաչավուն է այս ստեղծագործությունը, որ տանում է դեպի ընկերն ու ուսուցիչը։ Երբեմն թե համացանցում, թե իմ անձնական ֆայլերում վերընթերցում եմ Արշակ Քոչինյանի բանաստեղծությունները եւ կարոտում անչափ բարի, տաղանդավոր եւ ազնիվ մարդուն, անհատին։ Առաջին անգամ հանդիպել եմ Արշակին գրականագետ Աբգար Ափինյանի հայրական տանը։ Արշակն այդ օրը երգեց իր ֆանտաստիկ երգերից մեկը Ջինը, որը բացի երգ լինելուց նախ եւ առաջ բանաստեղծություն է եւ Արշակ Քոչինյանի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Ցավոք այն տարբերակը երգի, որ ես եմ լսել այժմ չկա, այն հոգեբուխ էր եւ ներշնչումներով լի, որ փոխանցվեց մեզ ներկաներից եւ մենք էլ Արշակ Քոչինյանին մեր սրտակից ընկերը համարեցինք։ Սիրում են այդ հեղափոխական բառն օգտագործել այսօր, ես էլ ետ չմնամ եւ նշեմ, որ սա հեղափոխական ստեղծագործություն է։ Փողոցներից մինչև նորոգ գահատներ պտտվում է հողմը ծաղկող անարգանքի, թե ուզում ես այրված մաշկդ փրկագնել, պիտի ապրես իմ ջին օրենքներով կյանքի, պիտի ապրես մարդկանց տխուր շրջապատում, ուր իշխում են գոյի բարքերն օրինազանց, ինչ հոգ թե հարմարված մեր նյարդերն են հատում եւ հավատը հերձում լլկումներով անսանց, մենք ձանձրույթին խառնած օրը միապաղաղ բարձրացնում ենք աչը անորոշ ու անդեմ, ծիծաղում է ծաղրում ճակատագիրը կաղ, կամ կողմ պիտի լինես կեցությանը կամ դեմ։ Ես կանգնում եմ կողքին հավատավոր մարդկանց եւ խցանը բացում կախարդական շշի, ջին հովիվը կգա մի օր մահակն առած, որ մեր հոգու վախկոտ ոչխարներին քշի։ Հետագայում էլի առիթներ եղել են Արշակի հետ հաց կիսելու եւ մշտապես զգացել եմ նրա տաք վերաբերմունքը։ Նա սիրում էր երիտասարդներին եւ հավատում էր մեզ։ Որքան էլ կյանքում տառապած լիներ, միևնույն է, կյանքը չէր կարողացել չարացնել ու կոտրել բանաստեղծին։ Հավատավոր մարդկանց կողքին կարող է կանգնել միայն հավատավոր մարդը։ Արշակ Քոչինյանն այդ հավատավորն էր։ Ես հավատում եմ, որ Վանաձորը նրան չի մոռանա, իսկ Երևանը կողջունի եւ կձայնակցի բոլոր այն մարդկանց, ովքեր Արշակի հարստությունից օգտվել ու օգտվում են։ Հաղորդումն ավարտեմ Արշակ Քոչինյանի Գարնանաբույր մի քիչ թախծոտ բանաստեղծությամբ։ Իսկ դուք հավանեք այս տեսանյութը, տարածեք եւ մեկնաբանեք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այցելեք իմ taronglac.com կայքը եւ կարդացեք իմ լճակի խորհուրդը վեպը։ Միացեք իմեջերին այլ հարթակներում եւս Telegram, Facebook, TikTok, աջակցեք ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով։ Ձնծաղիկների թերթիկների տակ կքնի հուշը անցնող ձյուների եւ հովիտներին մերկ ու սպիտակ գարունն իր հրաշք շունչը կբերի։ Ծառերը կանաչ թիկնոց կգցեն վշտերից կոտրած ճյուղերի վրա եւ տառապանքի ուրվականը սև գիշերի նման կանցնի կգնա։ Կժպտանք մենք էլ ու ծիծաղն անհուն կսկսի դյութիչ խմիչքը հեղել։ Մեր այսքան թախից տեսած աչքերում կթվա ոչինչ չի եղել։ Տակ երակներում միայն հարբածի կորնա ցավը սքավոր ու թաց,
հուշը կարթնանա, տխուր կլացի ու կխոնարհվի գավաթն ապրողաց։